Բարձրագույն ուսումնական հաստատությունները լինեն պետական թե ոչ պետական, առաջիկայում նոր կարգով են լիցենզավորվելու, հետո նաև հավատարմագրվելու։ Նախատեսվող փոփոխությունները բխում են վերջերս ընդունված Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքից։ Կառավարության համապատասխան որոշումները ներկայացվել են հանրային քննարկման։ Մինչև այժմ լիցենզավորվում էին բուհերի միայն կրթական ծրագրերը, որոշակի տարածքներ ապահովելու կամ այլ պահանջներ չէին ներկայացվում։ Հիմա բուհը պետք է լիցենզավորվի նաև որպես կազմակերպություն, համապատասխանելով մի շարք պահանջների։ Օրինակ, պիտի ունենա առնվազն 4000 ուսանող կրթելու հնարավորություն, պիտի լինեն գրադարան, սպորտային ենթակառուցվածքներ, ուսանողի աջակցության բաժին, կարիերայի կենտրոն եւ այլն։ Հիմա արդեն հաշվի առնելով մեր պետական քաղաքականությունը խոշորացված բուհեր ունենալու, մենք նաև բուհի լիցենզիա ենք տրամադրելու, այսինքն նախ եւ առաջ բուհը որպես կազմակերպություն պետք է ստանա գործունեություն իրականացնելու թույլատվություն եւ այնտեղ կան մինիմալ չափեր, բուհի համար, ու դրանից հետո արդեն յուրաքանչյուր կրթական ծրագրի մասով առանձին իր ենթակառուցվածքներով ու ակադեմիական կազմի պահանջներով պետք է դիմել եւ ստանալ լիցենզավորում։ Լիցենզավորման համար սահմանվել է նաև ուսանող-դասախոս հարաբերակցություն։ Դրանք ըստ բուհերի ուղղվածության տարբեր են։ Ուսանող-դասախոս հարաբերակցություն ենք առաջարկել, որը բխում է էլի միջազգային ռեյտինգավորող կառույցների նվազագույն պահանջներից, այսինքն թե ինչքան տվյալ ուսանողը հասանելիություն ունի մասնագիտական կարծիքի եւ մասնագիտական առաջնորդության։ Նախատեսվում է, որ բուհերն արդեն նոր պահանջներով վերալիցենզավորման պետք է դիմեն 2027 թվականի վերջին, այսինքն մինչև այդ նոր պահանջներին պատրաստվելու եւ համապատասխանելու ժամանակ ունեն։ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահի դիտարկմամբ այժմ գործող բուհերի շատ փոքր մասը կարող է համապատասխանել նոր պահանջներին։ Համապատասխանելու համար պետք է խոշորանան։ Մենք հիմա ունենք գործող 58-ի կարգի մնացել արդեն բարձրագույն ուսումնական կրթական ծրագրեր իրականացնելու թույլտվություն ունեցող կազմակերպություններ, ես չեմ ասի բուհեր, այո, բոլորը միասին։ Ըստ էության երևի 20%-ն է, եթե չեմ սխալվում, մոտավոր թիվ ասեմ, որ համապատասխանում այս պահանջին, մյուսների մասով կարիք է լինելու խոշորացման։ Սա հայտարարված քաղաքականություն է եւ անակնկալներ չկան, շեշտում է Սարգիս Հայոցյանը։ Հավելում է, բուհերի բարեփոխման այս ծրագիրը ակադեմիական քաղաք ծրագրին թեպետ զուգահեռ, բայց եւ անջատ է։ Ակադեմիական քաղաքը պարզապես պետք է դառնա այն միջավայրը, որտեղ տեղ են գտնելու նորացված բուհերը։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը բուհերի լիցենզավորման գործընթացում առաջարկվող խստացումների մի մասը ողջամիտ է համարում։ Կարծում է, կան նաեւ վիճելի կետեր։ Մասնավորապես նրա համար համոզիչ չէ բուհում առնվազն 4000 ուսանող ունենալու կարողության պահանջը։ Աշխարհում կան բազմաթիվ լավ համալսարաններ, որոնք ունեն 1500-2000 ուսանող, եւ այդ իմաստով մանավանդ Հայաստանի նման փոքր երկրում նման պահանջ դնելը իհարկե բավական խնդրահարույց է լինելու, հատկապես մարզային բուհերի հետ կապված, որովհետեւ հասկանալի է, որ երևանյան բուհերը կմիավորվեն եւ հանգիստ կհաղթարեն այդ 4000-ի շեմը, իհարկե այստեղ նաև որոշակի խնդիր կունենան մասնավոր բուհերը, որոնք պետք է կամ միավորվեն իրար հետ կամ ըստ էության զրկվեն լիցենզիայից։ Դասախոս ուսանող սահմանված հարաբերակցությունը նույնպես խիստ է համարում։ Գործող համամասնությունն ըստ Սերոբ Խաչատրյանի անհամաչափ չէ։ Կարծում է նոր պահանջներով գործ են ունենալու դասախոսների կրճատումների հետ։ ԲՏՃՄ մասնագիտություններով մեկ դասախոսին 15 ուսանող, հումանիտար հասարակագիտականով մեկ դասախոսին 20 ուսանող, իսկ բժշկական եւ արվեստի գծով մեկ դասախոսին 6 ուսանող։ Կարծում եմ, որ սա բավական խիստ չափանիշ է եւ եթե սա կիրառվում է, ապա բուհերում պետք է լինեն մասսայական կրճատումներ։ Օրինակ տեսեք, ԵՊՀ-ն մոտավորապես ունի 14000 ուսանող եւ 1400 դասախոս, այսինքն հարաբերակցությունը 1:10-ի է եւ մեկը, եթե հաշվենք մի մասը ԲՏՃՄ-ի, մի մասը հասարակագիտական, ԵՊՀ-ի կարգի բուհը պետք է գնա 1:18-ի։ Սա նաև վիճահարույց է համարում հաշվի առնելով, որ բուհերի առջև հիմա դրվում է հետազոտական դառնալու նպատակ։ Լիցենզավորումը կլինի մեկանգամյա գործընթաց, այսինքն որոշակի պարբերականությամբ միայն կուսումնասիրվի, արդյոք բուհը շարունակում է համապատասխանել լիցենզավորման պահանջներին, իսկ արդեն հաջորդ փուլով նախատեսված հավատարմագրումը կլինի մինչև 7 տարի ժամկետով։ Լիցենզիա ստանալուց հետո բուհը կհամարվի նախահավատարմագրված այնքան
ժամանակ, մինչև ունենա շրջանավարտներ եւ պետությունը հնարավորություն ունենա իրականացնել բովանդակային հավատարմագրում, հաշվի առնելով, թե ինչ որակի կրթական ծրագիր է իրականացվել, շրջանավարտների որ մասն է աշխատում եւ այլն։ Աննա Զախարյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր